ժամանակի չէ, բայց էպիլեպսիկի հիվանդ էր տղեն։ Ինքն էր մեղավոր, ինքը հարվածեց, բայց եթե գիտակցի չէր հարվածի, հիվանդ էր։ Բասիկները փոք կապնեն նոր, կամ կարանք դրենք Փաշինյանին էլ պետք է դնել իրանց վրա։ Ավինյանին էլ ընդեղ իր երեխեքի հետ։ Ծաղի։ Անօրինական ինչ որ անում են։ Հերիք եղավ բոլորով իմ երեխուն եմ ես պահանջում։ 10 րոպեից հետո։ Հա, իմ տղեն էր։ Ինչ տարիքի է ինքը։ 41 տարեկան է ինքը։ Թող հենց հիմա իմ երեխուն բերեն ամբոտան։ Ես գիտեմ իրանք այնտեղ ծեծելու են։ Ծեծել ուշքի չի գան։ Հետո ինչ են անելու։ Ում զգուշացնենք, որ այդ երեխուն չկապնենք։ Ծեծի արդեն այդ դեպքում ուրիշ տեղ կպինես։ Շեֆին որ զանգինացին հանկարծ չծեծեն երեխան։ Ունի ինքը էպիլեպսիայով հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամը անգործունակ է։ Ես օրինական իր խնամակալն եմ, ոստիկաններին խնդրեցի, որ թույլ տային ես փողոցը անցնեի։ Թույլ չտվեցին, այն երեխաներ ջղայնացավ խփեց, լավ արեց։ Պետք է շատ կասել, պետք է գլուխը ծխեր։ Լավ արեց։ Ոստիկանները ամիսի 7 միլիոն դոլար են ստանում աշխատվեն, իսկ մեր քամբախտները ձեռներիցս վերցնում տուն չեն տալիս։ Քցում են փողոցները։ Հերիք եղավ։ Ձեր երեխան խնդիրներ ուներ առողջական։ Ուներ։ Շատ վաղուց, 10 տարեկան։ 10 տարեկանից ինքը հիվանդ է։ Խնդրում եմ, աղաչում եմ ձեր միջոցով իմ երեխուն հետ պահանջեք։ Ծեծեմ, որ խփեն նա չի վերականգնում։ Գիտեք ինչքան ուժա, ինչքան տանջանք է կրել, որ մի քիչ ոտքի է կանգնացնել, որ չընկնի։ Խնդրում եմ էլ ինչ կլինի ոստիկաններին ասեք թող կապ հաստատեն, կենտրոն են տարեն իրան, չծեծեն իրան հետ բերեն։ Ուղղակի խնդրում եմ։ Իրան ծեծել չի կարելի։ Գլուխը վիրահատած է, բանան դրած։ Պլաստմասայա դրած գլխի վրա։ 2 անգամ ավտովթարի է ենթարկվել։ Ձեր միակ տղան, հա։ Հա։